Իրանի կառավարությունը երրորդյա ազգային սուգ է հայտարարել երկրում օրեր շարունակ տեղի ունեցող ցույցերի եւ անկարգությունների ժամանակ զոհվածների հիշատակին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը միանալու է ՍՔ արարողությանը, մինչ այդ նա ժողովրդին ուղերձով է դիմել։ Իրանի ամբողջ տարածքում սկսվել են բազմամիլիոնանոց երթեր՝ ի նշան ազգային միասնության եւ համախմբման։ Երթի մասնակիցները վանկարկում են ԱՄՆ-ին եւ Իսրայելին դատապարտող կարգախոսներ, որպես տարածաշրջանում ապակայունացման եւ բռնության հիմնական աղբյուրներ։ Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ընդգծել էր. Իրանի բողոքի ցույցերը Ամերիկայի եւ Իսրայելի ձեռքի գործն են։ Փաստացի Իրանի շուրջ լարվածությունը վճռորոշ փուլի է հասել, զոհերի թիվն աճել է, միջազգային հարթակներից էլ հնչում են սպառնալիքներ արտահայտող հայտարարություններ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն երկրորդ անգամ է սպառնացել, եթե Իրանի իշխանություններն ուժ կիրառեն ցուցարարների դեմ, դա ծանր հետևանքներ կունենա։ Թրամփի խոսքերը իրականում դիտում են որպես միջամտություն իրենց ներքին գործերին։ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենին կտրուկ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա Թրամփին անվանել է երկերեսանի եւ ասել, որ վերջինս իրավունք չունի խոսել մարդասիրությունից, երբ իր ղեկավարման ժամանակ հազարավոր իրանցիներ են զոհվել։ Ինչևէ, Արևմուտքն արդեն Իրանի համար նոր առաջնորդ է ընտրել։ Նա աքսորված գահաժառանգն է Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի ավագ որդին՝ Ռեզա Փահլավին։ Վերջինս 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր ապրում է ԱՄՆ-ում, կրթություն է ստացել այնտեղ։ Նա իրեն համարում է իրանական ընդդիմության առանցքային միավորող ուժ։ Նա տասնամյակներ շարունակ պայքարում է Իսլամական Հանրապետության ռեժիմի դեմ։ ԱՄՆ-ն նրան դիտարկում է որպես Իրանի նոր ղեկավար Իրանի իշխանության տապալումից հետո։